Արագ հիշացնեմ ինչ ենք արել նախորդ դասի ժամանակ, որովհետև հիմա բան ենք անում, էլի։ Շարունակելու ենք նախորդ դասի ժամանակ սկսած նյութը։ Ուրեմն անցել ենք այս երկրորդ գլխի վերջին 6-րդ մասին, որտեղ խոսում ենք էմպիրիկ միջինի եւ էմպիրիկ կովարիացիոն մատրիցի մասին։ Այս այն դեպքն է, երբ որ ունենք n վեկտորներ, որոնք p չափանի վեկտորներ են, որոնք նշանակում ենք x1, x2, xn-ով, ենթադրում ենք, որ նրանք միմյանցից անկախ գաուսյան բաշխում ունեցող պատահական վեկտորներ են, բոլորի միջինն ու կովարիացիոն մատրիցը պետք է լինի նույնը, եւ այդ դեպքում միջին թվաբանական այդ վեկտորների կլինի p չափանի վեկտոր, որը անվանում ենք էմպիրիկ միջին, ու էմպիրիկ կովարիացիոն մատրիցն էլ սահմանվում է այս բանաձևով, որ այստեղ գրել եմ, այստեղ նշված բանաձևով սահմանում ենք էմպիրիկ կովարիացիոն մատրիցը, որը որ անցած դասի ժամանակ տեսանք, իրենից ներկայացնում է p անգամ p չափանի սիմետրիկ մատրից, որը նաև ստացվում է ոչ բացասական որոշյալ կամ կիսադրական որոշյալ, եւ նաև տեսանք, որ դա իրենց ներկայացնում է մի պատահական մեծության կովարիացիոն մատրից, որը որ 1/9 հավանականությամբ ընդունում է x1, x2, xn արժեքները։ Սա դիսկրետ պատահական մեծության կովարիացիոն մատրից է իրենց ներկայացնում։ Հիմա գաուսյան բաշխման դեպքում, որոնք են հիմնական հատկությունները էմպիրիկ միջինի եւ էմպիրիկ կովարիացիոն մատրիցի, մենք թեորեմի տեսքով ձևակերպեցինք։ Ուրեմն էմպիրիկ միջինը միշտ տեսական միջինի մատսպասման չշեղված գնահատական է, այսինքն x գծիկով n-ի մատսպասումը միշտ հավասար է μ-ի։ Ընդ որում նկատենք, որ այս առաջին պնդման մեջ պարտադիր չէր, այստեղ մենք ճիշտ է դա չենք գրել, բայց երևի գրեթե բոլորիդ համար ակնհայտ է, որ այս առաջին պնդման համար սկի պարտադիր չի, որ x1, x2, xn-ը լինեն միմյանցից անկախ։ Ու պարտադիր էլ չի նույնիսկ, որ x1, x2, xn-ը լինեն գաուսյան։ Բավական է, որ բոլոր x-երը ունենան նույն մատսպասումը, այդ դեպքում x գծիկով n-ը էլի կունենա այդ նույն մատսպասումը։ Բայց այս նույն պնդման երկրորդ մասի համար արդեն անհրաժեշտ է, որ x1, x2, xn-ը լինեն անկախ եւ գաուսյան բաշխված, միատեսակ գաուսյան բաշխում ունեցող։ Երկրորդ պնդումը մեզ ասում էր, թե այդ x գծիկով n-ը, որ μ-ի չշեղված գնահատական է, ինչ արագությամբ է ձգտում μ-ին, այսինքն ռիսկը ինչ արագությամբ է ձգտում 0-ի, փաստորեն այստեղ ստանում ենք, որ 1/9 արագությամբ ձգտում է 0-ի, եւ այդ 1/9-ը պետք է բազմապատկել սիգմա մատրիցի հետքով։ Երրորդ պնդումը ասում էր, որ սիգմա գլխարկով n-ը իրական կովարիացիոն մատրիցի մի փոքր շեղված գնահատական է, եւ միջինը սիգմա գլխարկով n-ի լինում էր 1/1/9 անգամ իսկական սիգմա, եւ կարելի է նույնիսկ ավելին ասել, որ ուրեմն այս երրորդ պնդումը եւս շատ նման է առաջին պնդման առաջին մասին, այն առումով, որ երրորդ պնդման մեջ էական չէր, որ x1, x2, xn-ը լինեին գաուսյան, էական էր, որ բոլորի կովարիացիոն մատրիցը լիներ նույնը, հավասար սիգմայի, եւ անկախությունն էլ այդքան անհրաժեշտ չէր, անկախությունը այստեղ կարելի է փոխարինել չկորելացվածությամբ։ Երրորդ պնդման մեջ բավական է, որ x1, x2, xn-ը լինեն չկորելացված պատահական վեկտորներ։ Չորրորդ պնդման մեջ արդեն անհրաժեշտ էր, որ բոլորը լինեն գաուսյան եւ լինեն անկախ, եւ չորրորդ պնդումը ասում էր, որ n անգամ սիգմա գլխարկով n պատահական մատրիցը ունի վիշարդի բաշխում n-1 ազատության աստիճանով եւ մեծատառ սիգմա պարամետրով։ Ավելին, եթե սիգման դրական որոշյալ է, այդ դեպքում այդ սիգմա գլխարկով n-ը երկու կողմից սիգմա -1/2-ով բազմապատկելուց հետո ստանում ենք, ես մոռացել էի նախորդ անգամ, լավ է կրկնեցի, ուրեմն հիմա կարող ենք շտկել,
այստեղ պետք է բազմապատկենք n-ով։ Ուրեմն n-ով բազմապատկելուց հետո ստանում ենք էլի վիշարդի բաշխում p չափանի, որը արդեն կլինի ստանդարտ վիշարդի բաշխումը։ Ստանդարտ ասելով նկատի ունենք, որ այն սիգմա պարամետրը, մեծատար սիգմա պարամետրը հավասար կլինի միավոր մատրիցին։ Եկեք կարծում ես թեորեմի ձևակերպման վերաբերյալ հարցեր պետք է որ չլինեն, անցնենք թեորեմի ապացույցին։ Ուրեմն ոչ բոլոր պնդումները կապացուցենք, որովհետև որոշ պնդումների ապացույցը լրիվ նույնն է, ինչ որ միաչափ դեպքում, հենց որ կարիք չկա կրկնել, ուղղակի կնշենք, որ օրինակ առաջին պնդումը պետք է կրկնել ուղղակի մեկ չափանի դեպքի ապացույցը, ինչի կարիքը այստեղ կարծում եմ, որ չկա։ Եկեք երևի մենակ մի փոքր տարբերությամբ այս մի մասը գրենք, էլի, որ եթե մեր ցանկությունն է, դե այստեղ բնականաբար նաև հաշվել x գլխարկով n-ի կովարիացիան, x գլխարկով n-ի կովարիացիան լինում է մատսպասում x գլխարկով n հանած իր մատսպասումը, բազմապատկած x գլխարկով n հանած իր մատսպասման տրանսպոնացված վեկտորը։ Հիմա այստեղ գիտենք, որ մատսպասումը հավասար է μ-ի, այս մասը լրիվ միջափանի դեպքի նման է ապացուցվում, դրա համար չեմ կրկնում, այնպես որ այստեղ կարելի ասել, որ գրված է մատսպասում x գլխարկով n հանած μ անգամ x գլխարկով n հանած μ տրանսպոնացված։ Մենք նկատենք, որ x գլխարկով n հանած μ-ն կարելի է գրել որպես 1/3 գումար in հավասար է 1-ից մինչև n x-ի հանած μ։ Սա էլ եկեք գրենք 1/3 գումար y-ի։ Եվ սա ուղղակի թող լինի նշանակում, այսինքն x-ի մինուս μ-ն նշանակում ենք y-իով, քանի որ մենք գիտենք, որ x1 եւ այլն xn-ը անկախ են եւ միատեսակ բաշխված, սրանից հետևում է, որ երբ որ մենք նրանցից ուղղակի յուրաքանչյուրից հանենք նույն վեկտորը, այսինքն μ վեկտորը այս դեպքում, եւս մեկ անգամ կստանանք միմյանցից անկախ միատեսակ բաշխում ունեցող պատահական մեծություններ, ավելին այս դեպքում, քանի որ մենք գիտենք, որ մատսպասումը x-ի հավասար է μ-ի, կարող ենք ասել, որ y-իերը կլինեն կենտրոնացված, նրանց մատսպասումը հավասար կլինի 0-ի։ Հետևաբար, երբ որ հաշվենք այս մատրիցի մատսպասումը, սա կարող ենք ուղղակի գրել հետևյալ տեսքով 1/3 մատսպասում, այստեղ գրել գումար y-ի in հավասար է 1-ից n, եկեք այս երկրորդ գումարն է գրենք գումար y-j, j-ն հավասար է 1-ից n։ Բնականաբար հիմա կարելի է այս երկու գումարները միացնել միմյանց, օգտագործելով բաշխականության օրենքը, կներեք այստեղ տրանսպոնացված է, մոռացել եմ։ Ուրեմն բաշխական օրենքը օգտագործելով կարելի է այս գումարները միացնել միմյանց ու գիտենք, որ միշտ մատսպասումը կարող ենք գումարի հետ տեղերով փոխել, այնպես որ
կստանանք մեկը բաժանած n քառակուսի գումար in հավասար 1-ից n գումար j-ին հավասար 1-ից n մատսպասում y-ի անգամ y-j տրանսպոնացված։ Հիմա նայեք, այս գումարի մեջ երկու դեպք կա։ Առաջին դեպքը այն դեպքն է, երբ որ in և j-ն միմյանց հավասար են։ Երբ որ in և j-ն միմյանց հավասար են, այստեղ ստանում ենք y-ի անգամ y-ի տրանսպոնացված։ Երկրորդ դեպքը այդ այն դեպքն է, որ in և j-ն միմյանցից տարբեր են։ Եկեք այդ դեպքը այսպես գրեմ, ուղղակի այս գումարի ներքևը գրեմ in հավասար չի j-ի։ Էլ չգրեմ, որ in և j-ն 1-ից մինչև n են փոփոխվում։ Այստեղ կստանանք y-ի անգամ y-j տրանսպոնացված։ Հիմա քանի որ in հավասար չի j-ի, սրանից հետևում է, որ y-ին անկախ է, չէ, y-j-ից։ Ուրեմն սրանից էլ կհետևի, որ մատսպասումը y-ի անգամ y-j տրանսպոնացվածի ուղղակի կլինի մատսպասում y-ի անգամ մատսպասում y-j տրանսպոնացված։ Եվ սա հավասար է 0-ի, որովհետև վերևում նշեցինք, որ y-իները կենտրոնացված պատահական վեկտորներ են։ Ուրեմն արդյունքում ստացանք, որ այս վերևում նշված երկու գումարներից միայն առաջինը կարող է լինել 0-ից տարբեր, այս երկրորդ գումարը կարելի է ասել, որ մեջտեղից ամբողջապես դուրս է գալիս, հավասար է 0-ի։ Իսկ առաջին գումարի մասին էլ կարելի է ասել, որ մատսպասումը y-ի անգամ y-ի տրանսպոնացվածի նույնն է ինչ որ մատսպասում x-ի հանածմյու անգամ x-ի հանածմյու տրանսպոնացված և ըստ սահմանման սա հենց x-ի կովարիացիոն մատրիցն է, այսինքն սիգմա։ Եղավ, ուրեմն այս մատսպասումն էլ էստեղ տեսանք, որ հավասար է սիգմայի։ Եկեք, որպեսզի ամեն ինչ գրվի, ասենք, որ սա հավասար է 0-ի։ Տեսնացանք, որ այս առաջին գումարի բոլոր գումարելիները հավասար են սիգմայի, քանի որ գումարի մեջ կա n անդամ, ստացվում է n անգամ սիգմա բաժանած n քառակուսի, արդյունքում ապացուցեցինք, որ մատսպասումը x գծիկով n մինուս մյու անգամ x գծիկով n մինուս մյու տրանսպոնացված կստացվի ինչ, կստացվի 1/3 անգամ սիգմա։ Ուրեմն սա հենց այն էր, ինչ որ ուզում էինք ապացուցենք առաջին պնդման մեջ։ Ուրեմն քանի որ ասեցի, որ առաջին պնդման ապացույցը բոլոր մանրամասնություններով չեմ գրի, ուղղակի 2 րոպեում բանավոր ասեմ, թե բացի այս արած հաշվարկից ինչ փաստարկներ է պետք բերել, որ ապացույցը լինի լրիվ։ Առաջին հերթին մատսպասումը միջինի, միջին թվաբանականի միշտ հավասար է մատսպասումների միջին թվաբանականին, քանի որ բոլոր x-երի մատսպասումները մյու են, դրա համար x գծիկով n-ի մատսպասումը էլի կլինի մյու։ Մյուս կողմից ցույց տվեցինք հաշվարկով, որ x գծիկով n-ի կովարիացիոն մատրիցը հավասար է 1/3 սիգմա։ Մենք գիտենք, որ x1, x2, xn վեկտորները միմյանցից անկախ և գաուսյան բաշխում ունեցող վեկտորներ են։ Հետևաբար նրանց գումարը
կլինի գաուսյան բաշխում ունեցող պատահական վեկտոր եւ գումարը բաժանած n-ի L-ի կլինի գաուսյան բաշխում ունեցող պատահական վեկտոր։ Այսինքն մենք գիտենք, որ x գծիկով n-ը ունի գաուսյան բաշխում, գիտենք, որ x գծիկով n-ի մատսպասումը μ է եւ x գծիկով n-ի կովարիացիոն մատրիցը 1/3 սիգմա է։ Հետևաբար, այդ երեք պնդումները միացնելով կստանանք, որ x գծիկով n-ը ունի p չափանի գաուսյան բաշխում μ եւ սիգմա քառակուս μ եւ 1/3 մեծատար սիգմա պարամետրներով։ Ուրեմն սրանով առաջին պնդման ապացույցը վերջացրեցինք, անցնենք երկրորդ պնդման ապացույցին։ Երկրորդ պնդման մեջ մենք պետք է հաշվենք x գծիկով n մինուս μ-ի քառակուսու մատսպասումը։ Դրա համար եկեք նախ եւ առաջ նկատենք, որ սա կարելի է գրել հետևյալ կերպ, կարելի է գրել նախ եւ առաջ որպես x գծիկով n հանած μ տրանսպոնացված անգամ x գծիկով n հանած μ։ Ճիշտ է։ Հիմա սա իրանից ներկայացնում է իրական թիվ։ Իրական թիվը կարելի ասել, որ հավասար է իր հետքին, չէ՞, որովհետեւ իրական թիվը կարելի է համարել մեկ անգամ մեկ չափանի մատրից, իսկ մեկ անգամ մեկ չափանի մատրիցի հետքը բնականաբար հավասար կլինի ինքն իրեն։ Ուրեմն այս մասը կարելի ասել ակնհայտ է։ Հիմա մի sense կարևոր հատկություն կա մատրիցների, որ ուզում եմ ձեզ հիշեցնել, որ եթե A եւ B մատրիցների արտադրյալը սահմանված է եւ A եւ B-ն այնպիսին են, որ B անգամ A արտադրյալն էլ է սահմանված, այդ դեպքում sense շատ հետաքրքիր հատկություն կա հետքի, որ A անգամ B մատրիցի հետքը նույնն է ինչ որ B անգամ A մատրիցի հետք։ Սա ճիշտ է կամայական A B մատրիցների համար։ Բնականաբար, որպեսզի երկու արտադրյալներն էլ լինեն սահմանված, այս A-ն պետք է լինի, ասենք, P անգամ Q չափանի մատրից, B-ն էլ պետք է լինի Q անգամ P չափանի մատրից։ Հիմա մեր դեպքում, որպես A մատրից կվերցնենք x-n գծիկով մինուս μ տրանսպոնացված վեկտորը, փաստորեն սա կլինի մի մատրից, որը ունի մեկ տող եւ P սյուն, որպես B կվերցնենք x-n գծիկով հանած μ, այսինքն P տող եւ 1 սյուն ունեցող մատրիցը։ Կասենք, որ այս հետքը հավասար է հետքին հետևյալ մատրիցի, այստեղ կգրենք xn գծիկով հանած μ անգամ xn գծիկով հանած μ տրանսպոնացված։ Դե եթե այս հավասարություն ունենք, հետո եկեք երկու կողմից վերցնենք մատսպասում։ Մատսպասումը xn գծիկով մինուս μ քառակուսու կստանանք, որ հավասար է մատսպասմանը այս հետքի։ Մյուս կողմից ակնհայտ է, որ եթե ունենք պատահական մատրից, հաշվենք մատրիցի հետքը, այսինքն վերցնենք ուղղակի անկյունագծային տարրերը գումարենք իրար ու հետո հաշվենք մատսպասում, դա լրիվ նույնն է, ինչ որ սկզբից հաշվենք անկյունագծային տարրերի մատսպասումը եւ հետո գումարենք իրար։ Այսինքն հետքը եւ մատսպասումը միմյանց նկատմամբ փոխատեղելի են։ Ստանում ենք ուրեմն հետք մատսպասում x գծիկով n հանած μ անգամ x գծիկով n հանած μ տրանսպոնացված։ Ու հիմա արդեն նկատում ենք, որ այն ինչ որ գրված է հետքի ներսում, իրանից ուղղակի ներկայացնում է x գծիկով n-ի կովարիացիոն մատրիցը։
Իսկ x գծիկով n-ի կովարիացիոն մատրիցը արդեն վերևում տեսել ենք, որ հավասար էր 1/3 սիգմայի։ Ճիշտ է։ Արդյունքում ցույց տվեցինք, որ այստեղ ստանում ենք 1/3 հետ սիգմա մատրիցից։ Սրանով մենք երկրորդ պնդումը ապացուցեցինք, կարող ենք անցնել երրորդ պնդման ապացույցին։ Ուրեմն երրորդ պնդումը ապացուցելու համար ամենահարմարն է ուղղակի կրկնել լրիվ նույն քայլերը, որոնք որ արել էինք մեկ չափանի դեպքում, այսինքն եթե հիշում եք y-ով նշանակում ենք x-ի հանած մյուն, ցույց ենք տալի, որ սիգմա գլխարկով n-ը կարող ենք նույն հաջողությամբ գրել որպես 1/3 գումար y-ի անգամ y-ի տրանսպոնացված հանած y գծիկով n անգամ y գծիկով n տրանսպոնացված։ Այսինքն եթե բոլոր x-երը նույն վեկտորով տեղափոխենք, դրանից կովարիացիոն մատրիցը չի փոխվի։ Սրանից հետո եթե հաշվենք մատրիցը y-ի անգամ y-ի տրանսպոնացվածի, ակնհայտորեն ուղղակի ըստ կովարիացիոն մատրիցի սահմանման սա հավասար կլինի մեծատառ սիգմայի։ Իսկ եթե հաշվենք մատրիցը y գծիկով n անգամ y գծիկով n տրանսպոնացվածի, սա էլ ակնհայտորեն կարելի է տեսնել, որ կստացվի ուղղակի x գծիկով n-ի մատրիցը, իսկ x գծիկով n-ի մատրիցը արդեն առաջին պնդման մեջ տեսել ենք, որ հավասար է 1/3 սիգմա։ Հետևաբար, եթե հաշվենք մատրիցը սիգմա գլխարկով n-ի, ուղղակի կստանանք 1/3 գումար n հավասար է 1-ից մինչև n սիգմա հանած 1/3 սիգմա։ Այսինքն ստացվում է սիգմայից հանած 1/3 սիգմա։ Այն ինչ պետք էր ապացուցել։ Երրորդ պնդումն էլ փաստորեն ապացուցեցինք, կարող ենք անցնել ուրեմն չորրորդ պնդումը ես տալիս եմ առանց ապացույցի։ Իմաստ չունի հիմա դրա վրա ընդհանրապես ժամանակ ծախսել, որովհետև ուղղակի պետք է իմանալ, որ վիշապի բաշխումը մի բաշխում է, որի խտության ֆունկցիան կարելի է բացահայտ տեսքով դուրս գրել։ Շատ հեշտությամբ տարբեր նյութերում այդ խտության ֆունկցիայի բացահայտ տեսքը կարող եք գտնել, ու նույնիսկ չորրորդ պնդումը կարելի է համարել ոչ թե որպես պնդում, այլ դիտարկել որպես վիշապի բաշխման նույնիսկ սահմանում կարելի է ասել։ Իսկ 5-րդ պնդման, ուրեմն ենթադրում ենք, որ 4-րդը արդեն ապացուցել ենք, 4-րդը ընդունում ենք ի գիտություն։ Այդ դեպքում 5-րդ պնդումը կարելի է ապացուցել համեմատաբար հեշտ, որովհետև բավական է այդ դեպքում ներմուծել նոր պատահական վեկտորներ։ Այս անգամ եկեք y-ով նշանակենք սիգմա մինուս 1/2 անգամ x-ի մինուս մյուն, այս վեկտորները։ Քանի որ մենք գիտենք, որ x1 և այլն xn-ը անկախ են և միատեսակ բաշխված, սրանից հետևում է, որ y1 և այլն yn-ը ևս կլինեն անկախ և միատեսակ բաշխված։
կներեք։ Լավ չգրեցի։ Եվս կլինեն ուրեմն IID։ Մյուս կողմից x1-ը ունի գաուսյան բաշխում μ միջինով սիգմա կովարիացիոն մատրիցով։ Սրանից հետևում է, որ x1 մինուս μ-ն կունենա գաուսյան բաշխում 0 միջինով սիգմա կովարիացիոն մատրիցով։ Սրանից էլ հետևում է, որ եթե սիգմա մինուս 1 երկրորդով բազմապատկեմ x1 մինուս μ-ն, սեղ կայունության բանաձևն է գործում, ստանում ենք n 0 և այստեղ պետք է ստանանք սիգմա մինուս 1 երկրորդ սիգմա մինուս 1 երկրորդ։ Եկես մի քիչ տեղափոխանք, որ լուսանցքից շատ դուրս չգա։ Հիմա այս մատրիցը ակնհայտ է, չէ, որ հավասար է միավոր մատրիցը։ Հետևաբար այս երկու տողերը միասին սրանցից հետևում է, որ y1 և այլն yn-ը միմյանցից անկախ են և ունեն 0 միջինով և միավոր մատրիցով գաուսյան բաշխում։ Մյուս կողմից ակնհայտ է այն դեպքում, որ եթե հաշվենք 1/3 գումար in հավասար է 1-ից n, y-ի հանած y գծիկով n, անգամ y-ի հանած y գծիկով n տրանսպոնացված, սա փաստորեն այս y1, y2, yn վեկտորների էմպիրիկ կովարիացիոն մատրիցն է։ Ակնհայտ է, քանի որ y-ները այս վերևում նշված բանաձևով են որոշվում, այս բանաձևով են, քանի որ y-ները որոշվում, դրանից կարելի է շատ հեշտությամբ դուրս բերել, որ այն ինչ որ գրել ենք այստեղ կլինի հավասար սիգմա մինուս 1 երկրորդ անգամ սիգմա գլխարկով n անգամ սիգմա մինուս 1 երկրորդ։ Ուրեմն մի կողմից սա ունենք, մյուս կողմից էլ կարող ենք ասել, որ 4-րդ պնդումից հետևում է, որ 1/3 արդեն 1/3 պետք չի։ Ուրեմն 4-րդ պնդումից հետևում է, որ սիգմա գումար 1-ը հավասար է in հավասար է 1-ից մինչև n y-ի հանած y գծիկով n անգամ y-ի հանած y գծիկով n-ը ունի վիշարտի բաշխում p չափանի միավոր մատրից, չէ, ոնց ենք գրել ենք միավոր մատրից և n-1։ Հետևաբար, այս ամեն ինչից ուղղակի ստացվում է, որ սիգմա մինուս 1 երկրորդ անգամ x-երի էմպիրիկ կովարիացիոն մատրից անգամ սիգմա մինուս 1 երկրորդը ունի ստանդարտ վիշարտի բաշխում։ Հաճախ, երբ որ գաուսյան պատահական վեկտորների հետ գործ ունենք ու պետք է ինչ-որ մանիպուլյացիաներ անենք այդ վեկտորների հետ, շատ օգտակար է սիգմա մինուս 1 երկրորդով բազմապատկել վեկտորները կամ էմպիրիկ կովարիացիոն մատրիցը երկու կողմից բազմապատկել սիգմա մինուս 1 երկրորդը, որպեսզի ամեն ինչ ստանդարտիզացնենք, էլի։
Ուրեմն այսքանով թեորեմը ավարտվեց, թեորեմի ապացույցն ավարտվեց։ Ինչ որ հարցեր կան Կներեք դեմոս։ մի բան հարցնեմ, էլի, այդ վերջում 4 պնդումից երևի էլի n անգամը բաց ենք թողել։ N անգամ չէ, ոնց որ Այստեղ, միշտ։ այս ներքևում, հա։ Հմ, Հա, ճիշտ է։ Այստեղ n անգամ պետք է լիներ։ Շնորհակալություն նկատելու համար։ Լավ, եթե մնացած ամեն ինչը հասկանալի էր, այդ դեպքում մենք փաստորեն այսքանով առաջին գլուխը ավարտեցինք։ Ուրեմն առաջին գլխի մեջ բավականին մանրակրկիտ ու կարելի է ասել հիմնովին տեսանք, թե բազմաչափ գաուսյան բաշխումը իրենից ինչ է ներկայացնում, ինչպես է կարելի բազմաչափ գաուսյան բաշխման պարամետրները գնահատել տվյալների հիման վրա։ Բնականաբար այս գնահատականները, որ տեսանք, այսինքն էմպիրիկ միջինը եւ էմպիրիկ կովարիացիոն մատրիցը, դրանք ամենապարզագույն գնահատման մեթոդներն են, որոնք չնայած նրան, որ պարզագույն են, շատ օգտագործվում են, բայց որոշ սպეციფიկ սիտուացիաներում կարելի է այս գնահատականներից ավելի լավ գնահատականներ կառուցել։ Եվ դա ուղղակի ձեզ ի գիտություն բավականին շատ աշխատանքներ կան այդ ուղղությամբ, թե կոնկրետ որ պայմանների դեպքում որ գնահատականը ավելի լավը կլինի, քան թե էմպիրիկ միջինը կամ էմպիրիկ կովարիացիոն մատրից։ Մենք բնականաբար այդ հարցին հիմա չենք անդրադառնա, ուղղակի իմացեք, որ դրա մասին բավականին շատ աշխատանքներ կան։ Ուրեմն եթե դեմ չեք, անցնենք ուրեմն հաջորդ մասին ու փաստորեն սկսենք երկրորդ գլուխը այս մեր դասախոսությունների։ Ինչեւ ես նոր ֆայլ բացեմ, եթե ձեր մոտ հարցեր կան, կարող եք մտածել եւ տալ։ Ուրեմն նոր գլուխը կվերաբերվի բազմաչափ գծային ռեգրեսիային։ Ուրեմն այս թեման էլ, այս գծային ռեգրեսիայի թեման էլ, ճիշտ ասած, շատ հավանական է, որ տարբեր ուրիշ դասընթացների ժամանակ դուք որոշ չափով տեսել եք, ինչ որ նյութեր տեսել եք այս գլխից, բայց ինչքան ինձ է հայտնի, ինչքանով ես նախորդ տարվա ուսանողների հետ զրուցել եմ այս թեմայով, բոլորն էլ գտել էին, որ իմ դասախոսությունները որոշակի նորություն էին պարունակում դրա վերաբերյալ ու օգտակար էին, դրա համար այս արդեն երևի 3-րդ թե 4-րդ տարին է դասավանդում ու գծային բազմաչափ գծային ռեգրեսիան ամեն դեպքում էլի ներառում եմ նյութերի մեջ։ Ուրեմն եկեք սկսենք շատ ընդհանուր մի ներածությամբ, որ հասկանանք կամ ասենք միգուցե ավելի ես իմ ձևով ներկայացնեմ, թե ինչ է իրենից ներկայացնում բազմաչափ գծային ռեգրեսիան։ Ուրեմն նայեք, իրավիճակը, որ մենք գործ ունենք բազմաչափ գծային ռեգրեսիայի հետ, դա հետևյալն է, որ մենք ունենք y պատահական մեծություն, որը որ պետք է լինի փաստորեն իրական արժեքներ ընդունող պատահական մեծություն, հա, այսինքն օմեգայից r, ունենք x պատահական վեկտոր, x-ը լինում է օմեգայից r p, եւ այս y-ը մենք համարում ենք, որ սա բացատրվող փոփոխականն է մեր դեպքում, իսկ x-ը համարում ենք, որ պետք է լինի բացատրող փոփոխականը։ Ավելի մեկ է այս բացատրվող փոփոխական հասկացությունը հիմնականում տրադիցիոնալ վիճակագրությունում եւ տնտեսաչափությունում է օգտագործվել, այսինքն էկոնոմետրիկայում։
Վերջին 2-3 տասնամյակների ընթացքում ռեգրեսիան նաև շատ-շատ կիրառվել է մեքենայական ուսուցման ոլորտում։ Մեքենայական ուսուցման ոլորտում մի քիչ ուրիշ տերմինոլոգիա է հաճախ օգտագործվում, այնտեղ ուրեմն այս բացատրվող փոփոխականին ասում են պիտակ, այսինքն label, իսկ բացատրողին հաճախ ասում են կանխատեսիչ կամ predictor կամ covariate, այսինքն կանխատեսիչ։ Որովհետև մեքենայական ուսուցման տեսանկյունից ռեգրեսիայի խնդիրը ոչ այնքան բացատրելու խնդիր է իրենից ներկայացնում, ինչքան կանխատեսելու խնդիր։ Այսինքն տնտեսաչափությունում եւ վիճակագրությունում հիմնականում երբ որ ասում ենք ռեգրեսիայի նկատի ունենք, որ մեր նպատակն է x պատահական վեկտորի միջոցով բացատրել y պատահական մեծությունը։ Իսկ մեքենայական ուսուցման տեսանկյունից x պատահական վեկտորով ուզում ենք կանխատեսել y պատահական մեծության արժեքը։ Հիմա նայեք, այդ դեպքում sense հետաքրքիր արդյունք կա, որ եթե նշանակենք j x-ով հետևյալ պայմանական մատ սպասումը վերցնում ենք y-ի մատ սպասումը x-ը հավասար է փոքրատառ x պայմանով։ Որ այս պայմանական մատ սպասման մեջ ես հիմա շատ չեմ խորանա, որ խիստ մաթեմատիկական ձևով սահմանը մտան, որովհետև եթե ձեզանից ոմանք անցել են բավականաչափ խորությամբ հավանականությունների տեսության դասընթացի ժամանակ, թե ինչ է իրենից ներկայացնում պատահական մատ սպասումը, խնդիր չեն ունեն այս նշանակման հետ, իսկ ովքեր որ չեն անցել, նշանակում է, որ պետք է առնվազն 2-3 դասաժամ հատկացնեի դրան, իսկ դրա ժամանակը ցավոք սրտի չունեմ։ Ուղղակի սա պետք է այսպես հասկանալ։ Մի դեպք կա, որում այս մատ սպասումը պայմանական շատ հեշտ է հասկանալ, դա այն դեպքն է, երբ որ մեծատառ x-ը իրենից ներկայացում է դիսկրետ պատահական մեծություն։ Պատկերացրեք մեծատառ x-ը իրենից մեծատառ x-ը ընդունում է ընդամենը ենթադրենք 3 արժեք ու 3 արժեքները հետևյալն են, ասենք 0 արժեք, ընդհանրենք այդ օմեգան, որի վրա դիտարկել ենք պատահական մեծությունը, բոլոր ինչ-որ մի երկրում, բոլոր մարդկանց բազմությունն է, և ասում ենք, որ x-ը հավասար է 0-ի, եթե պատահականորեն վերցված անձնավորությունը, ասենք, չափահաս չէ, x-ը հավասար է 1-ի, եթե չափահաս է և դեռ թոշակառու չէ, և x-ը հավասար է 2-ի, եթե թոշակառու է, ենթադրենք։ Փաստորեն դեպքում x-ը 3 արժեք կընդունի, և ենթադրենք y-ով էլ նշանակում ենք այդ պատահականորեն վերցված անձնավորության, չգիտեմ, մեկ շաբաթվա ընթացքում ծախսված գումարը։ Դեպքում եթե հաշվենք պայմանական մատ սպասումը, x-ը հավասար է 0 պայմանով, դա նշանակում է, որ մենք ուղղակի պետք է հաշվենք միջինը բոլոր այն անձանց շաբաթական ծախսերի, ովքեր որ չափահաս չեն։ Եթե x-ը հավասար է 1 պայմանով նույն մատ սպասումը հաշվենք, պետք է ուրեմն բոլոր այն մարդկանց ծախսերի միջինը հաշվենք, ովքեր որ չափահաս են և թոշակառու չեն, և x-ը հավասար է 2 պայմանով մատ սպասումը հաշվելու ժամանակ պետք է հաշվենք միջինը բոլոր այն մարդկանց ծախսերի, ովքեր որ թոշակառու են։ Այս ձևով պատկերացրեք, հիմա բնականաբար, երբ որ x-ը ոչ թե դիսկրետ է, այլ անընդհատ, այդ ամեն ինչը մի քիչ ավելի բարդանում է, չէ, որովհետև եթե x-ը անընդհատ է, դեպքում շատ դեպքերում x-ը հավասար է փոքրատառ x պատահույթը ունի 0 հավանականություն։ Այսինքն ստացվում է, որ հավանականությունը, որ ինչ-որ մարդիկ կլինեն, ում համար մեծատառ x հետ փոքրատառ x արժեքը կընդունի 0 է։ Այդ դեպքում մի քիչ մաթեմատիկական ավելի դժվարություններ են առաջանում պայմանական հավանականություն, պայմանական մատ սպասում սահմանելու համար, բայց եկեք ընդունենք, որ այդ ամեն ինչը հստակ սահմանվում է ու այս գրված պայմանական մատ սպասումը ինքը
հստակ մաթեմատիկական ուրեմն սահմանում ունի։ Լավ, ուրեմն այս ֆունկցիան անվանում ենք ռեգրեսիայի ֆունկցիա։ Ուրեմն այս սահմանված է կամայական x պատահական ներողություն, կամայական x վեկտորի համար, որը որ RP-ից ընտրված, ու այս ռեգրեսիա կամ ռեգրեսիայի ֆունկցիա, այսպես գրենք, ռեգրեսիայի ֆունկցիա։ Ուրեմն այս ռեգրեսիայի ֆունկցիան ինչ հետաքրքրություն է իրենից ներկայացնում, շատ կարևոր դեր է խաղում, որովհետև այն իրենից ներկայացնում է միջին քառակուսային իմաստով ամենալավ կանխատեսիչ ֆունկցիան։ Եթե մենք ուզում ենք y պատահական մեծությունը մոտարկել մեծատառ x-ի ինչ-որ ֆունկցիայով, ամենալավ ֆունկցիան, որը որ կարող ենք ընտրել, դա հենց այս ռեգրեսիայի ֆունկցիան է։ Ուրեմն խիստ ձևակերպումը հետևյալն է, որ եթե նայենք մադ սպասում եւ այստեղ գրենք y-ից հանած այս gx քառակուսին, կարելի է ցույց տալ, որ սա հավասար է մինիմումին բոլոր h ֆունկցիաների վրա, որոնք որ rp-ից r են, եւ այստեղ գրել մադ սպասում y-ից հանած hx քառակուսին։ Այսինքն սա նշանակում է, որ ռեգրեսիայի ֆունկցիան y-ի ամենալավ կանխատեսումն է x-ի միջոցով միջին քառակուսային իմաստով։ Ուրեմն սրա շնորհիվ է, որ այս ռեգրեսիայի ֆունկցիան իրենից որոշակի կարևորություն է ներկայացնում վիճակագրությունում եւ տնտեսաչափությունում եւ մեքենայական ուսուցման ոլորտում։ Հիմա նայեք, իրականում փաստորեն, եթե մենք ունենայինք y-ի եւ x-ի բաշխումները, մենք ուղղակի այս պայմանական մադ սպասումը կհաշվեինք, դրա հիման վրա կստանայինք մեր g ֆունկցիան եւ մենք բոլոր խնդիրները լուծած կլինեինք այդ դեպքում։ Մեր մոտ դժվարություններ են առաջանում նրա պատճառով, որ մենք իրականում այս x-y-ի համատեղ բաշխումը չգիտենք։ Ուրեմն խնդիրը նրանումն է, որ մեզ այս g-ն հայտնի չէ։ Մեզ g-ն հայտնի չէ, բայց մեզ ինչ է հայտնի։ Մեզ իրականում հայտնի է ուղղակի մեր տրամադրության տակ կա ներողություն նմուշ։ Անգանք մեզ միայն տրամադրել են նմուշ, որը հետևյալ տեսք ունի x1, y1 եւ այլն xn, yn, որոնք անկախ են եւ գիտենք, որ x-ի y-ի ունի հիմնականում նույն բաշխումը, ինչ x-y-ը։ Եվ մեր նպատակն է այս կոնտեքստում, այս համատեքստում փորձել կանխատեսել y-ը նույնքան լավ, ինչքան որ մոտավոր, այսինքն հնարավորինս մոտենալ g օպտիմալ կանխատեսիչին։ Ինչ օրինակներ կան։ Բնականաբար, եթե մենք g-ի վրա ոչ մի նախնական պայման չդնենք, հնարավոր չի այս խնդիրը լուծել։ Պետք է որոշ ինչ-որ ենթադրություններ անել g ֆունկցիայի վրա։ Եթե բոլոր հնարավոր համատեղ բաշխումների բազմությունն ենք նայում,
խնդիրը լինում է չափազանց բարդ եւ անլուծելի։ Հնարավոր հետաքրքիր տարբերակները հետեւյալն են։ Ուրեմն ամենատարածված տարբերակը, որի դեպքում հենց գծային ռեգրեսիան ներմուծվում է, հիմնվում է հետեւյալ ենթադրության վրա. J-ն գծային ֆունկցիա է։ Այսինքն դա նշանակում է, որ գոյություն ունի բետա վեկտոր P-չափանի տարածությունում, այնպիսին, որ Gx-ը կարելի է գրել որպես բետա տրանսպոնացված անգամ x։ Հա, եկեք եթե գոնե մի անգամ sense կոորդինատներով գրենք բետա 1, այստեղ գրենք sense x1 գումարած եւ այլն բետա p անգամ xp։ Կոորդինատների ինդեքսները հաճախ sense ցուցիչում կգրեն, որովհետեւ բանում են ներքևում ինդեքսում ոնց որ գրված թվերը մենք հիմնականում կհամարենք նմուշի մեջ եղած օրինակների ինդեքս, էլի, որտեղ այս վերևում տեսեք գրել եմ x1, y1 եւ այլն xn, yn, դեռ որ գրեմ x index e, դա նշանակում է որ e-երորդ տվյալն ենք նայում, բայց e-երորդ տվյալի j-երորդ կոորդինատը ոնց որ in ներքևում կգրենք, իսկ j-ն վերևում, էլի, որպեսզի ամեն ինչ հասկանալի լինի ու խնդիր չլինի։ Ուրեմն երբ որ այսպիսի ենթադրություն ենք անում, որ j-ն գծային է, այդ դեպքում ինչ է կարելի սրանից եզրակացնել, սրանից կարելի է եզրակացնել, որ մենք մեր բոլոր y-երը կարող ենք գրել հետևյալ ձևով xi plus xi, սա էլ իր արդեն լինում է բետա տրանսպոնացված անգամ xi plus xi in հավասար է 1-ից մինչև n, որտեղ xi-ին ուղղակի ըստ սահմանման լինում է y-ից հանած j xi։ Եվ ես այստեղ պնդում եմ, որ այս xi-ները ունեն շատ կարևոր հատկություն, եկեք գրեմ sense պնդում, մատսպասումը xi xi պայմանով հավասար է 0-ի։ Ուրեմն ինչու է սա ճիշտ, որ ուղղակի եկեք հաշվենք մատսպասումը xi xi պայմանով, սա հավասար է y-ից հանած jxi xi պայմանով։ Կներեք մատսպասումը մոռացա, հիմա կմտցնեմ։ Կարելի է հիմա այս երկուսը իրարից առանձնացնել, չէ, գրել մատսպասում y-ի x-ի պայմանով, հանած մատսպասում jxi x-ի պայմանով։ Ըստ j ֆունկցիայի սահմանման, այս մատսպասում y-ին x-ի պայմանով հենց հավասար է jxi, եւ այս սահմանումն է։ Իսկ այս երկրորդը, նայեք, այս երկրորդի մեջ, երկրորդ անդամի մեջ մենք վերցնում ենք jxi-երի միջինը, երբ որ հայտնի է x-ին, բայց երբ որ հայտնի է x-ին, jxi-երի միջինը հենց jxi կլինի, որովհետեւ ասում են jx-ին x-ի պայմանի դեպքում ոնց որ հաստատուն լինի։ Այնպես որ այստեղ ենք ստանում jxi եւ տարբերությունը հավասար է լինում 0-ի։ Հա, ուրեմն սա տեսնելուց հետո տանք հետևյալ սահմանումը, որը որ ուրեմն այս վերևում արված հաշվարկները ուղղակի նրա համար էին, որ հիմնավորեինք հետևյալ սահմանման նպատակահարմար լինել, էլի, կամ օգտակարություն, այսպես ասենք։ Ուրեմն կասենք xi, y-ի տվյալները բավարարում են գծային ռեգրեսիայի պայմանին, եթե կարող ենք y-ին գրել բետա տրանսպոնացված xi plus
xi կամայական i-ի համար 1-ից մինչև n, որտեղ ուղղակի այս պայմանը տեղի ունի։ Մատ սպասումը xi իմանալով x-ին հավասար է 0-ի։ Այստեղ կարևոր է սա նշեմ, ուրեմն այստեղ բետան պատկանում է RP-ին, պետք է լինի ոչ պատահական։ Հիմա տարբեր հարցեր կան, այսինքն հաճախ եւս մեկ պայման կդնենք այս ամեն ինչի վրա, եկեք ստեղ գրեմ պայման 2, հաճախ կենթանրեք նաև, որ xi i-երը ունեն միատեսակ բաշխում սիգմա քառակուսի դիսպերսիայով։ Լավ, ուրեմն շատ առաջ գնալու համար եկեք այսօրվա վերջում ուղղակի մի բարձ հետևանք այս սահմանման նշեմ, որ հետևյալ երկու բաները, պայմանները կամ հատկությունները տեղի ունեն, այս xi-ին ունի հետևյալ երկու հատկությունները։ Եկեք նախ sense գրենք, այս xi-ին անվանում են, կամ անվանում են ռեգրեսիայի սխալանք, կամ ես ավելի շատ սիրում եմ այն անվանել աղմուկ, անգլերեն ասում են noise, եւ ուրեմն ռեգրեսիայի մոդելի մեջ այս աղմուկը բավարարում է ունի հետևյալ երկու հատկությունները, առաջինը եթե հաշվենք xi-ի մոտ սպասումը, ստանում ենք 0, այսինքն ինքը աղմուկի դերը էլի կատարում միջինում, երբ որ արդեն շատ տվյալներ ունենք, այդ աղմուկն բանը ամեն ինչ իրար միջին ասելով կարողանում ենք աղմուկից ազատվել, բայց եթե շատ քիչ տվյալներ ունենք, այս աղմուկը ինքը բավականին խանգարող դեր կարող է խաղալ։ Եվ երկրորդ հատկությունը այն է, որ աղմուկը միշտ ունի զրոյական կորելյացիա այս կանխատեսիչների հետ կամ բացատրող փոփոխականների հետ։ Ուրեմն ինչու է սա ճիշտ։ Հետևյալ երկու հատկությունները կամ մատ սպասման կամ պայմանական մատ սպասման, որոնք որ պետք է իմանալ, եկեք ես ուրիշ գույնով մի հատ այդ ընդհանուր հատկությունները գրեմ, ու հետո տեսնենք, թե ինչպես են այս երկու հատկությունները հետևում այդ ընդհանուր հատկություններից։ Ուրեմն շատ ընդհանուր առաջին հատկությունը նա է, որ եթե վերցնենք մատ սպասում կամայական ինչ-որ y պատահական մեծության կամ պատահական վեկտորի, մեկ այլ x պատահական մեծության կամ պատահական վեկտորի նկատմամբ, եւ հետո նայենք այս ամբողջի մատ սպասումը, սա նույնը կլինի ինչ-որ y-ի մատ սպասում, սրան երբեմն կարող եք տեսնել գրականության մեջ անվանում են Tower property, աշտարակի հատկություն։ Նայեք, ստեղ ինչն է կարևոր հասկանալ, որ այս ինչ որ գրված է ներսում, սա իրանից ներկայացնում է պատահական մեծություն։ Ինչու է սա պատահական մեծություն։ Սա պատահական մեծություն է, նայեք, որովհետև եթե դուք phi x-ով նշանակեք մատ սպասում y, իմանալով որ x-ը հավասար է փոքրատառ x-ի, սա պատահական մեծություն չի, սա ուրեմն ոչ պատահական ֆունկցիա է, բայց երբ որ նայեք phi-ն այս ֆունկցիան մեծատառ x-ում, արդեն քանի որ մեծատառ x-ը պատահական է, սա արդեն դառնում է պատահական։ Ու այս վերևում գրվածը, այս phi x-ը կարելի է ստեղ գրել, սա հենց ըստ պայմանավորվածության կարելի ասել, երբ որ գրում ենք մեծատառ y մեծատառ x պայմանով, հենց հասկանում ենք, որ մենք սկզբից հաշվել ենք
այստեղ գրված ոչ պատահական ֆունկցիան ամեն մի փոքրատառ x-ի համար եւ հետո փոքրատառ x-ը փոխարինենք մեծատառ x-ով, որպեսզի ստանանք արդեն պատահական մեծությունը։ Ուրեմն առաջին հատկությունը պայմանական մատսպասումների սա էր, որը որ ուզում էի նշել, եւ կա երկրորդ կարևոր հատկություն, որ եթե ունեք մատսպասում պայմանական եւ այստեղ գրում եք ինչ որ եկեք գրենք կամայական y պատահական մեծություն, անգամ ինչ որ ֆունկցիա, կամայական ֆունկցիա մեծատառ x-ից x պայմանով, այստեղ այս hx-ը կարող է դուրս գալ մատսպասումից եւ ստանում ենք hx անգամ պայմանական մատսպասում y x պայմանով։ Այս երկու հատկությունները պետք է իմանալ եւ կիրառել ըստ հարմարության։ Հիմա մեր դեպքում մենք ուզում ենք այս հատկությունները օգտագործենք, որպեսզի ցույց տանենք, որ աղմուկը կենտրոնացված է եւ x-ի հետ կորելացիան հավասար է 0-ի։ Ուրեմն նախ եւ առաջ մենք գիտենք, որ x-ի մատսպասումը x-ի պայմանով հավասար է 0-ի։ Ուրեմն սրանից հետևում է, որ եթե երկու կողմերից մատսպասում վերցնենք, կստանանք մատսպասումը x-ի x-ի պայմանով պետք է հավասար լինի 0-ի։ Եվ այստեղ կիրառելով այս Tower property-ն ստանում ենք, որ մատսպասումը x-ի i պետք է հավասար լինի 0։ Ուրեմն այս մեկը, այս մի հատկությունը բխում է Tower property-ից, իսկ այն չկորելացվածությունը բնականաբար մեր նշած երկրորդ ընդհանուր հատկությունից կստացվի։ Այսինքն եթե հաշվենք x-ի i անգամ x-ին, նախ մի հատ Tower property-ով կարող ենք ասել, որ սա նույնն է, ինչ որ մատսպասում, այստեղ ասել մատսպասում x-ի i անգամ x-ի x-ի պայմանով։ Հիմա սրանից հետո արդեն կօգտագործենք երկրորդ հատկությունը, որի շնորհիվ այս x-ին երկրորդ ներողություն x-ին երկրորդ մատսպասումից դուրս կգա, կմնա այստեղ x-ի անգամ մատսպասում x-ի x-ի պայմանով։ Բայց այս մեջինը գիտենք, որ հավասար է 0-ի։ Հետևաբար x-ի անգամ 0 կլինի 0 եւ այս մատսպասումն էլ կստացվի 0։ Ուրեմն այս երկու հատկությունները շատ կարևոր են ռեգրեսիայի մոդելում, աղմուկը միշտ ունի 0 միջին եւ աղմուկը եւ կանխատեսիչը միշտ կարելի ասել միմյանց ճակերտավոր ուղղահայացել են, այսինքն կորելացված չեն։ Եկեք ուրեմն այսօր այսքանով ավարտենք, մյուս դասին արդեն խոսանք նվազագույն քառակուսիների մեթոդի մասին եւ նրա տարբեր հատկությունները կտեսնենք։